44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի նախօրեին Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարում է. հիշատակի եւ խոնարհումի օրվա նախագիծ են շրջանառության մեջ դնում։ Օրն ընտրել են ամսի 27-ը, բայց ոչ թե սեպտեմբերի, այլ հունվարի։ Հունվարի 27-ին հիշենք եւ հարգանքի տուր մատուցենք եւ խոնարհվենք զոհերի առաջ, իսկ հունվարի 28-ին արդեն տոնենք բանակի օրը։ ԿՊԱ-կան падգամավորի համար ամեն ինչ շատ պարզ է։ Հատուկ օր է պետք ունենալ ոչ միայն 44-օրյայի, այլև բոլոր ռազմական գործողությունների զոհերին հիշատակելու համար։ Օրացույցի մեջ չկա այդպիսի օր եւ կարծում ենք նման անհրաժեշտություն կա սահմանելու։ Ինձ թվում է տրամաբանություն չկա դրա մեջ։ Ինձ թվում է ավելի ճիշտ կլիներ սեպտեմբերի 27-ը անել կամ գոնե սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածը։ 2020-ի պատերազմի ժամանակ 19 տարեկան էր Մովսես Սարգսյանը, 1 տարվա ծառայող։ Մոր Այդայի վերջին զրույցը որդու հետ նոյեմբերի 5-ին էր, ուշ երեկոյան տղան Շուշիի ճանապարհին էր։ Ասում է, իշխանությունից պարզաբանում պահանջելու, անպտուղ քննարկումների մեջ մտնելու սիրտ չկա։ Այս 5 տարիներին այդպես էլ չհասկացավ, ինչու հազարավոր զոհված տղաների հիշատակին սեպտեմբերի 27-ը այդպես էլ օրացույցում չառանձնացվեց։ Սրանով ոնց որ այդ խորհրդանշական օրերը կորում են արդեն, մոռացության են տրվում։ 44-օրյա պատերազմում զոհված զինվորի մայրը շարունակում է. Արցախյան պատերազմ, 22-ի Հայաստանի վրա հարձակում, 23-ի Արցախի հայաթափում։ Սեպտեմբերը ցավոք առատ էր ողբերգական օրերով։ Դրանք այնպիսի օրեր են, որ պետք է գոնե, եթե չեն հիշատակվում, գոնե լռեն այդ օրերը, լռություն լինի։ ԿՊԱ-կան падգամավորը հորդորում է դավադրություններ չփնտրել, ասում է պատմության ցավերը շատ ավելին են եղել։ Հիմա կոնկրետ այս դեպքում մենք միայն մի պատերազմի զոհերի հիշատակի օր չենք ուզում սահմանել, մենք ուզում ենք սահմանել բոլոր պատերազմների ընթացքում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի եւ խոնարհումի օր։ Սա է տրամաբանությունը, այլ որևէ դավադրապաշտություն պետք չի փնտրել։ Բոլոր ժամանակներում հայրենիքի համար, իսկ բոլոր ժամանակները Հայաստանի համար սկսվում է Հայկի ու Բելի ճակատամարտից։ Մի օր պիտի հարգենք մեր թագավորների հրամանատարությամբ կռված զինվորի հիշատակը, մեր առաջին հանրապետության զինվորների հիշատակը, երկրորդ աշխարհամարտում Հայաստանի համար օտար հողում կռվածների հիշատակը։ Նախագծի համահեղինակը նախկինում ընդդիմադիր Հայաստան խմբակցության անդամ 44-օրյա պատերազմում զոհված դիպուկահար Աբգար Նազարյանի հայրը Գեղամ Նազարյանն է։ 1 տարի առաջ նա էր առաջարկել հենց սեպտեմբերի 27-ը հիշատակի օր սահմանել։ Ինչ պատահեց, որ մտափոխվեց ու որոշեց իշխանական падգամավորի հետ նոր նախագիծ շրջանառել։ Կանգ առանք, որ բանակի օրից 1 օր առաջ կամ հետո ի վերջո այդպես երկար քննարկումներից հետո որոշեցինք հունվարի 27-ը, որը որևէ գոնե հիշատակվող ձևով որևէ ճակատամարտի կամ պատերազմական գործողության հետ չի կապվում։ Անթույլատրելի է, եթե չասեմ ավելի կոպիտ, բանակի օրը հունվարի 28-ից 1 օր առաջ նման օրվա հիշատակումը, որովհետև արդյունքում չեն ոգեկոչվելու մեր բոլոր ժամանակների հերոսները, այդ պատճառաբանությամբ էլ այլևս ինչպես նախորդ մի քանի տարիներին, փաշինյանական տարիներին, պատշաճ ձևով չի նշվելու զինված ուժերի կազմավորման օրը։ Ընդդիմադիր падգամավոր Գեղամ Մանուկյանը հիշում է, որ անցած տարի աջակցել էր Նազարյանի սեպտեմբերի 27-ը հիշատակի օր ճանաչելու առաջարկին։ Կառավարությունը մերժել էր այն։ Պաշտպանության նախարարն էր հիմնավորել, թե հունվարի 28-ը բանակի օրը արդեն իսկ կա ու այդ օրը հիշում է նաև ռազմի դաշտում նահատակվածներին։ Սա տեղի ունենում մի ֆոնին, երբ որ սեպտեմբեր ամսվա ընթացքում այս իշխանության ուղղակի ավերիչ քաղաքականության հետևանքով չհիշատակվեց պաշտոնապես 22 թվականի սեպտեմբեր 13-14-ի ադրբեջանական օկուպացիայի արդյունքում 225 զոհերի մասին չհիշատակվեցին այն հարյուրավոր զոհերը Արցախի հանրապետության պաշտպանության բանակի կամավորների, որոնք զոհ գնացին 23 թվականի սեպտեմբերի 19-ին։ Այս իշխանության եւ ցավոք սրտի դրան միացած նաեւ Գեղամ Նազարյանի մանկուրտացման լայնածավալ արշավ։
կարճ ձևակերպել։ Ըստ առաջարկի հեղինակների նախագիծը շրջանառության մեջ կդրվի առաջիկա օրերին։ Պաշտոնական վիճակագրության համաձայն 2020-ի 44 օրյա պատերազմը ամենաաղետալին էր։ 6 շաբաթում զոհվեց 3981 հոգի։ 191 զինծառայողի ճակատագիր պատերազմից 5 տարի անց դեռ անհայտ է։